Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ ամփոփելու ենք շաբաթը։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Ուրախ եմ, որ մենք միասին ամփոփելու ենք շաբաթը։ Ես շնորհակալ եմ։ Ցեղասպանության 110 տարելիցի կապակցությամբ բազմաթիվ եւ բազմաբովանդակ գրառումներ տեղի ունեցան, եղան ամերիկյան մի շարք քաղաքական գործիչներ քննադատեցին Թրամփին, որ նա այս տարի եւս չօգտագործեց ցեղասպանություն եզրույթը, հարցս այն է, ինչու նա չօգտագործեց, նա ասաց, որ այսօր մենք հիշատակում ենք մեծ եղեռնը, նա օգտագործում է այդ մեծ եղեռնը եւ 20-րդ տարի ամենասարսափելի աղետներից մեկը։ Բայց դրա հետ մեկտեղ այդ իր ուղերձում կար նաև այսպիսի ձևակերպում. մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը։ Եվ այսպես առաջինը դիտարկենք Թրամփի ձևակերպումները։ Այնուհետև ես կխնդրեմ, որպեսզի դուք մեկնաբանեք նաև Էրդողանի ձևակերպումը, որը քիչ տարբերվում էր նախորդ տարիների ձևակերպումներից։ Դե տեսեք, խնդիրը հետևյալն է, Թրամփի համար հաշվի առնելով իր արտաքին քաղաքականության մեջ վերջին 90 օրվա ընթացքում կատարած 90 մի քանի նույնիսկ բոլոր քայլերի դեռևս լավ որ մեծ եղեռնա օգտագործել, ես նույնիսկ շատ ուրախ եմ, որ ինչ-որ նյութ եղել է, ես շատ քիչ կզարմանայի, եթե չասեր ընդհանրապես ոչ մի բան, դա լրիվ ընդունելի կլիներ իր նոր վարած քաղաքականության համար, որտեղ բարոյականություն, մարդու իրավունքներ, բան այդ ամբողջը գոյություն չունի, որտեղ այնտեղ գլխավոր բառը տարիֆներն է, եւ մեծ հաշվով արտաքին քաղաքականությունը ԱՄՆ-ի հիմա վերաձևակերպվում է, վերաձևվում է, վերադասավորվում է, դրա համար շատ լավ է որ գոնե այս հնչել է, որոնք մեծ եղեռնը հնչել է, դա հիշեցնեմ, ասենք Բարակ Օբամայի ժամանակ առաջի անգամ դա հնչեց, դա ոնց որ գալիս էր որպես կոմպրոմիս, ցեղասպանություն եւ բան օգտագործելու եւ հիմնավորում այն ժամանակ այն էր, որ դե հիմա ինչ եք ուզում հրեաներին էլ ասում ենք հոլոկոստ, այսինքն դա ձեր ձևակերպումն է, հայերենով մենք ձեր ձևակերպումը կրկնում ենք, սա դրա մասն է խոսքը, այտենց հույները ունեն կատաստրոֆա, իրանց Պոնտոսի հույների կոտորվածի համար, այսինքն ոնց որ ցեղասպանություն, որը ունի սեփական անվանում, սեփական անուն, սա ինչ որտեղ այն ժամանակ, Օբամայի ժամանակ դա այտենց էր հրամցվում։ Ես իհարկե նախընտրում եմ որպեսզի ցեղասպանություն բառը հնչի, որովհետև ցեղասպանություն բառը իր հետևից տանում է բազմաթիվ քաղաքական, տնտեսական, բարոյական հետևանքներ բերում։ Եվ երկիր, որը ասում է, որ ինքը ժողովրդավարական է, կամ նույնիսկ չի ասում, որ ժողովրդավարական, ասում է հանրապետական է, այսինքն ինքը հանրապետություն է, որտեղ մարդու իրավունքները այնպես չի, որ պետքա ոտնահարվեն, ինքը հետևանքներ պետքա դրանից հետո ունենա։ Կանադան դες օրինակ, ես տենց Հյուսիսային Ամերիկայում այս պահին Կանադան ստանձնել այն բաները, պարտականությունները, որոնք պետք է կատարել ԱՄՆ մեծ հաշվով, թե հիմա Հայաստանի այս փոքր հարցում, փոքր դիվանագիտական ընդամենը 1-2 նախադասություններ, որը դժվար չի ասել, որը հետևանք չի բերի, Թրամփի պարագայում կբերի, որովհետև Թրամփի նշանակման օրվանից ինքը առնվազն 2 մեծ հայտնի թուրք լոբբիստ ընդունել իր կաբինետ, իր դստեր ամուսինը Փեսեն, այսպես ասած, բավական լավ հարաբերություն, ինքն էլ լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, բայց հիշեցնեմ, որ ինքը Նետանյահուին ասաց, որ Էրդողանը լավ տղա է, հետևաբար ակնկալել, որ ինքը հիմա դուրս կգա Էրդողանի դեմ ու մի փոքր տարօրինակ կլիներ։ Դրա համար զարմանք չի առաջացրել, ասում լավ է որ գոնե սա եղել, ընդունում եմ նորմալ, որպես Թրամփի քաղաքականություն, ես ամենասկզբից ասել եմ, Թրամփի վրա հույս դնել չի կարելի։ Հայ-ամերիկյան այդ փոքրիկ հայ-ամերիկյան բաները դա գալիս է իր սեփական հռչակած կուրսից, որը ամբողջությամբ հետևյալն է, մենք բարոյականություն չունենք, մենք դաշնակիցներ չունենք, մենք հետաքրքրություններ չունենք, մենք փող ենք ճանաչում։ Համագործակցությունը փողի մասին է, ռազմավարական համագործակցությունը փողի մասին է, հետևաբար կամ ինքը ակնկալում է, ակնկալում է, որ նա կա ինչ-որ բաներ, որ Հայաստանը կարա
առաջարկի տնտեսական առումով, որպեսզի համագործակցենք, այդ տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է առնվազն Հայաստան-Թուրքիայի սահմանի բացում, եւ սա կարելի է օգտագործել ինչ որ կերպ Տրամփին հասկացնելով, որ Թուրքիայի սահմանը պետք է բացվի։ Եթե ինքը հետաքրքրվի, ինքը կփորձի ու առնվազն գոնե մեկ անգամ եւս Թուրքիայի սահմանը բացել տա, չնայած ակնհայտ է, որ Էրդողանը այս հարցում, Հայաստանի սահմանը բացելու հարցում գտնվում է, ասենց ասեմ, Ալիևի ճնշման տակ, ոնքան որ զուտ կոռուպցիոն կապերի շնորհիվ ֆինանսավորման հարցեր կան, անձնական, ընտանեկան։ Էսա, այսինքն մեծ հաշվով ակնկալել այդ շատ կարևոր է, որ ինքը ասում է, որ այդ ռազմավարականը կա։ Սա ցույց է տալիս, որ մենք իրականում ունենք իրավիճակի, երբ փաստաթուղթը, հայտարարությունը, ապրիլի 24-ի Սպիտակ տան հայտարարությունը գրվել է նաև պետդեպի կողմից, եւ պետդեպում դեռևս ամբողջ անձնակազմը չի դուրս վռնդվել այս Ռուբիոյի գալուց հետո, որտեղ ստեղ կա, որպեսզի պատկերացնենք ինչի մասն եմ ասում, այնտեղ միտեղ ցեղասպանություն բառը, genocide բառը որ ավելացնենք, նորմալ բայդենական հայտարարություն է, էլի, առանց ոչ մի բանի, այսինքն ստիպացում որ Բայդենն է սարքի ուղղակի ցեղասպանություն բառը ջնջել են մեջից։ Էտա մեծ հաշվով սա ոնց որ ամերիկյան խորքային պետության պատրաստած փաստաթուղթ է, ինչը ողջունել է։ Սա շատ լավ։ Այստեղ պարզապես ձևակերպումը եւս շարունակեմ, որը գալիս է հաստատելու ձեր ասածը, Թրամփի այդ ձևակերպման մեջ, որ նա ասում է 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկն է, երբ 1.5 միլիոն հայեր արտաքսվեցին, մահվան տրվեցին։ Այսինքն այստեղ նա ձևակերպում է, այո, դուք ճիշտ եք ասում, եթե ցեղասպանություն բառը հանես անգամ մահվան տրվեցին եւ տեղահանվեցին, այդ ձևակերպումը նա նկարագրեց, որ սպանվել են։ Լեմկինի ձևակերպումը, հետեք վերցնեք 40 թվականի բանի, genocide-ի մասին, ցեղասպանության մասին կոնվենցիան, այո, նկարագրությունը դա է։ Տեսնենք Թուրքիան երկու այսպես դրվագ ներկայացնեմ, անգամ գուցե 3 դրվագ։ Առաջինը արտգործնախարարության ձևակերպումն է եւ քաղաքականությունն է, երկրորդը Թրամփի, երրորդը կան ուժեր արդեն օրինակ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան եւս արձագանքել է եւ դրան էլ կանդրադառնանք հերթով։ Եվ այսպես Թուրքիայի արտգործնախարարությունը ասում է մենք մերժում ենք այդ որոշ երկրների պաշտոնյաների կողմից 15 թվականի իրադարձությունների վերաբերյալ արված հայտարարություններ, այսինքն ցեղասպանություն որակելը կատարվածը եւ Կոչ ենք անում աջակցել Թուրքիայի Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացին։ Այս երկուսը փորձում են կապել իրար։ Այսինքն դուք մի ասեք, որ դա ցեղասպանություն է, եթե ուզում եք, որ Հայաստանը եւ Թուրքիան մերձենան։ Եթե ուզում եք, չկա։ Այնտեղ կա մի ասեք, այլ աջակցեք, որպեսզի մենք բան անենք։ Ձևակերպումը շատ նման է նրան, ինչի պատճառով որ մենք շատ հաճախ Փաշինյանին մեղադրում ենք թուրքական քաղաքականության շարունակման մեջ, ինքը ասում է դուք որ տենց բան եք ասում, մենք չենք կարողանում բարի շենք։ Այդ նույն բանն է, ինչ որ ասում է որ Փաշինյանը։ Մեծ հաշվով Թուրքիայի տեսանկյունից սա ամենաընդունելի տարբերակն է ասել, որ տեսեք ինքը ասում է մենք չենք ողջունում, բայց իրանք այլևս բան չեն անում չեն միլիարդներ ծախսում, որպեսզի ասեն, որ չի եղել։ Սա շատ կարևոր է, այսինքն խնդիրը նրանում է, որ իրանք ձևակերպման կռիվ է գնում, եւ շատ վաղուց այս կռիվը Թուրքիան ձևակերպումների հետևից հանգնում։ Ինքը ասում է, որ ցեղասպանություն չի, որտեղ ինքը իրենով պարունակում է ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչելը իր հերթին, հա, եթե ԱՄՆ-ի կողմից դա պետք է հետևանք բերի, որ ամերիկյան դատարաններում, ասենք, Ամերիկա հայությունը կարող է դատի տալ առանձին վերցած, եթե ապացույցը կա, օրինակ, որ չգիտեմ, այս հողատարած Կադանայի մոտ ինչ-որ մեկի պապուններ, ինքը հիմա տեսնում է, որ բան չի, ինքը դատի տա, հետ ստանա, գումարները ստանա կամ ինչ-որ բան անի, հա։ Թուրքիայի պարագայում երկու կտոր կա, նախ եւ առաջ ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ իրանք պետք է ամբողջությամբ վերանայեն իրենց սեփական պետականության ստեղծման հիմքերը, որովհետև եթե Օսմանյան հանրապետություն, այսինքն այն միջանկյալ պետականությունը, որը որ եղավ Օսմանյան կայսրության անկումից հետո, մինչև քեմալիստական Թուրքիայի ստեղծումը,
իրականացրեց դատավարություն եւ ցեղասպանության մարդկության գիտեք, որ երևի թե բոլորը գիտեն արդեն, որ այդ առաջի անգամ Պոլսո դատարանում է հնչել մարդկության դեմ հանցագործության այդ բանը, ձևակերպումը հենց այդ մարդկանց վերը թալատը եւ իրանց մեղադրանքը այդ Օսմանո հանրապետության այսպես կոչված, դա ոնց որ այն գիծն էր, որը որ պետքա շարունակվեր եւ Թուրքիան դառնար արևմուտքի համար Եվրոպայի համար ընդունելի երկիր, այսինքն այդ զարգացման այդ ուղուց հետ կանգնեցին եւ ռուսների ազդեցությամբ, ռուսների աջակցությամբ ստեղծվեց Աթաթուրքի հանրապետությունը, Թուրքիայի հանրապետությունը Աթաթուրքյան, որը որ ինքը այն ճանապարհից հետ կանգնեց, եկավ այս կողմ եկավ եւ ոնց որ գցեց զարգացումը մի ուղու վրա, որի ավարտը Թուրքիայի մեծ հաշվով տրհումն է։ Ու սա չի կանգնելու, այս process-ը տենց է վերջանալու, որովհետև ինչով է կարևոր ցեղասպանության ճանաչումը, դա քեզ հնարավորություն է տալիս հետագայում ա խուսափել տենց բաներից, բ բարոյական իրավունք ունենալ ինչ որ միտեղ հանդես գալ որպես արբիտր, որպես միջնորդ, որպես Գերմանիայի կարգավիճակը նայեք, հա, իրանք ճանաչեցին, ծանր բանով անցան, ընդունեցին Հոլոկոստը եւ Հոլոկոստի ընդունելուց հետո դարձան Եվրոպայի առաջատար։ Թուրքիան փորձում է ստանձնի մերձավոր արևելքի առաջատարի դերը, բայց երբևիցե չի կարող ստանձնել, որովհետև հայերի, ասորիների, հույների, քրդերի, արաբների բոլոր հարևանների հետ ինքը ունի խնդիր եւ բոլոր խնդիրները վերաբերվում են նրան, որ մի խումբ մարդիկ որոշել են, որ իրանք պետքա էթնոգենեզ անեն եւ ինչ որ մարդկանց հռչակեն թուրք եւ այդ հռչակած զանգվածը, որը ոչ գենետիկորեն, ոչ բանով թուրք չի, ուղղակի թուրքերեն խոսացել են, դու ասես ռուսերեն է խոսում, դու ռուս չեն, բայց պատկերացրեք մի իրավիճակ, հա, նույն տիպի բանը, էթնիկ խմբեր, ենթախմբեր ոչնչացվել են, մշակույթներ ոչնչացվել են, եկեղեցիները վերածվել են մզկիթների, ընդ որում բացառապես սուննի, ինչ որ այսենց գործողություններ են տեղի ունեցել, որի արդյունքում արհեստականորեն ձևավորվել է էթնիկ խումբ, որը կոչել են թուրք։ Հիմա, քանի որ զարգանում է ամեն ինչ եւ գնալով մարդիկ ավելի եւ ավելի սկսում են հետաքրքրվել իրենց անցյալով, մեկ էլ պարզվում է, որ մինչեւ մենակ 3 սերունդ են կարողանում հետ գնան դրանից հետո ոչ տատը գիտենով, ոչ պապը, գնում են DNT են անում, DNT-ով պարզվում է, որ իրանք 25%-ով հայ են, 20%-ով հույն են, 10%-ով քուրդ են կամ արաբ մնացածը բան, Թուրքիա արունկա չկա вообще, ընդհանրապես, այսինքն այդ գենոմը չի հանդիպում, եւ մարդկանց ու հարց առաջանում, բա մենք ով ենք։ Հարցի պատասխանը վաղուց հայտնի է, դրանք անատոլիացի են, այսինքն դրանք տեղի բնակչությունն է, որը ճնշման տակ բանը ստեղծվել է նոր էթնոս, որը Աթաթուրքի բանով կոչվել է թուրք։ Թուրքը որպես այդպիսին էթնիկ Աթաթուրքի բանով թուրքերի հայր, հա, Մուստաֆայի բանով ինքը տենց էր, ոնց որ բանը Ստալինը ադրբեջանցիների պապան էր, իրանք կարան ասեն Աթա Ադրբեջան, հա, ասենց, որովհետև թուրքը որպես այդպիսին Քեմալի համար դա քաղաքացիություն էր, ոչ թե էթնիկ խումբ։ Սա շատ կարևոր է։ Հիմքում այդ սեկուլարիզացված բանը կրոնը չէր, ինքը կրոնից հրաժարվեց, բանից հրաժարվեց, ինքը ասեց, այդտեղ բոլորը թուրք են։ Եվ այդ ընդունումը, որ դու թուրք ես, ի սկզբանե եղել է տենց ինչ-որ քաղաքացիական, որ դու թուրք ես, դու պետք է գրվես թուրք, կրոն մրոն բան, իհարկե դու երկրորդ սորտ ես, որովհետև հայ ես, բան ես, այս կողմ ես, այն կողմ ես, դուք շանս չունեք, բայց բոլոր մնացածը, ովքեր սունի են եղել այդ պահին, իրանք հռչակվել են թուրք։ Ընթացքում սա փոխվել է։ Էրդողանը, որ եկել է, մինչև Էրդողանն էլ բանակը պահում էր։ Էրդողանի գալուց հետո, երբ ինքը այդ ջախջախում արեց, այստեղ խնդիր առաջացավ, որ իրանք չգիտեն թուրքը ով է։ Ոնց որ Ադրբեջանում չգիտեն ադրբեջանցին ով է, դա էթնիկ խումբ չի, դա պատկանելություն է, այս պատկանելությունը հիմնված է երկու բանի վրա,
Անցյալում ինչ որ առանձին վերցած կերպարներ կան, որոնց վրա կարելի է հանվել։ Աթաթուրքը Էրդողանի համար անընդունելի պերսոնաժ է, որտեղ ինքը բաների, կեմալիստների կուսակցության հիմնադիրների ուրիշ պատմություն է, դրանք տենց մի քիչ աճ կենտրոն, ձախ կենտրոն են։ Ինքը ազգայնական իսլամիստ է, ինքը եղբայրներ մուսուլման եղբայրների բանն է, ճյուղն է։ Ինքը ինչ որ մի բան պետք է իր հիմքում տնի։ Ամենահարմար բանը, որ ինքը դնում է, այդ բաներն են, երիտ թուրքերն են, որոնք որ մեծ հաշվով սենց ինչ որ հարմար են իր գաղափարախոսությանը, առանց Եղեռնի կազմակերպման իհարկե, դրա համար է հերքվում այդ փաստը, դրա համար ասում եմ, որ դա Եղեռն չի եղել, ցեղասպանություն չի եղել, դա եղել է ինչ էր ընդ վտարում, ողբերգություն, հիվանդություն, բան, ինչ որ sense բաներ ձևակերպում, ինչ ասես կա, հա, նպատակային հայերն են զոհվել հույները, դե իրանք էին խնդրեմը երկրի համար։ Մենք իրանց փորձում ենք բան, բայց թեման որն է, ինքը ուրիշ հիմք չունի։ Քանի որ իրանք լավ են հասկանում, ու Էրդողանի շրջապատում լավ հասկանում, որպես այդպիսին թուրք գենակոդով թուրք չկա, այն օրը խոսացինք, հա, գոյություն ունի, ասենք Ղազախստան, եթե դու ուզում ես թուրք տեսնես, դու պետք է գնաս Ղազախստան։ Դու Ղազախստանում կտեսնաս թուրք։ Այն ինչ որ այնտեղ կա, դրանք անատոլիացիներ են։ Այս անատոլիացիների մոտ պետք է հարց չառաջանա իրանք ով են։ Որտեւ եթե ասում ես դու թուրք ես, ինտերնետ կա բան կա, ինքը բացում է թուրք։ Նայում է, ոչ աչքերն ասենց։ Թուրքմենն էլ է ասում, ես թուրք։ Հա, ոչ աչքերն ասենց, ոչ բանա, ոչ ծագումն է։ Ձեր թույլտվությամբ Էրդողանը երկու լուծում է գտել։ Ես իրան թույլ չեմ տվել, բայց ինքը փորձել է։ Նա զանգահարում էր անհասանելի Սարգսյան։ Եվ այսպես, բոլոր տեղերը տարածվել էր, որ Էրդողանը ապրիլի 24-ին ցավակցություն է հայտնել, ինչպես նշում են այդտեղ Թուրքիայի հայոց պատրիարքարանին եւ Թուրքիայի հայ համայնքին, բայց եկեք տեսնենք իրականում ում է նա ցավակցություն հայտնել եւ ինչի համար է ցավակցություն հայտնել։ Երկու այսպիսի դրվագ։ Առաջինը, նա ասում է, որ հարգում է առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը։ Ուրեմն առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհվել են մարդիկ։ Եվ երկրորդը, որը շատ ավելի հետաքրքիր է։ Մենք դեռ ցավ ենք զգում մեր սրտերում, ասում է Էրդողանը, ապստամբությունների, ավազակախմբերի գործողությունների, զինված խմբավորումների դիվերսիոն գործունեության եւ համաճարակի պատճառով կորցրած կյանքերի համար։ Ովքեր են այդ դիվերսիոն գործունեություն կատարողները եւ ում պատճառով են այդ կյանքերը կորցվել։ Նորից վերադառնում ենք բանին, սրան համալրելու գալիս է ավանդական հայտարարությունը Թուրքիայի պաշտպանության նախարարության, որոնք ցավակցել են հայերի կողմից կոտորված բաներին, ինչ որ չգիտեմ ում, որովհետև դրանք թուրք չեն եղել, որոնք որ փորձել են կոպիտ ասած, ասենց ասեմ, Վանի ինքնապաշտպանության ժամանակ ում սատկացրել են մերոնք, դրանց Թուրքիայի պաշտպանության նախարարության ցավակցումը, որովհետև իրականում դա եղել է այդպիսի մի գործողություն, երբ տեղական ինքնակառավարման մարմինների տեղական աշխարհազորի շնորհիվ Թուրքիայի կանոնավոր բանակը ոչնչացվել է շատ քիչ տեղերում, բայց եղել են Վանում օրինակ, եւ որի արդյունքում չի հաջողվել իրականացնել ցեղասպանություն առանձին վերցրած քաղաքներում, առանձին վերցրած բնակավայրերում, առանձին վերցրած տարածքներում։ Որը մնացած տեղեր ինչի հենց Վանը, որովհետև Վանից Վասպուրականից ամենացածր զորակոչներ տեղի ունենում Օսմանյան կայսրությունում։ Բոլոր մնացած հայկական խոշոր օջախները, ասենց ասեմ, օջախները որն են դրա Արևմտյան Հայաստանը Կապադովկա, որտեղ որ հայերը շատ էին, իրանք ինտեգրված էին, իրանք հավատում էին եւ իրենք հավեսով մասնակցում էին զորակոչին եւ մասնակցում էին Օսմանով բանակի ձևավորմանը, սպայական անձնակազմեր եւ այլն։ Առաջին հերթին պարզ է դրա մասին իմաստ ունի ասել թե չէ, բայց բոլորը գիտեն, հա։ Տղամարդկանց զորակոչել են բանակում, տղամարդկանց են կոտորել, հետո եկել են դատարկ առանց տղամարդկանց տները։ Կին երեխա մեծահասակ դրանց են կոտորել, բռնաբարել են, փախցրել են երեխեքին թուրք են սարքել, կանանց բռնաբարել են, մի մասինով չի բան արել,
շատ սիրում չի եղել, տարել են Սիրիայի բաները, անապատները թողել են, այսինքն պլանավորած, կազմակերպված, ամբողջությամբ նախատեսված եւ բաներած, սա 15 թվականի մասին է խոսքը։ 15 թվականին էս ամբողջը որ եղավ, հաջորդիվ այս գործընթացին միացել է ցարական Ռուսաստանը։ Եվ ամբողջ 15-ի վերջ 16 եւ մինչեւ 17 թիվը ցարական Ռուսաստանը երեք թուրքերի հետ միասին Արևմտյան Հայաստանում փրկված հայերին կոտորելու գործընթացին ակտիվորեն մասնակցել է Յուդենիչի շենք դեպի Մանասկերտ արձակումը հայերին թողել հետ գնալ, հայկական բաներին կարավանները փախստականների թողել առանց պաշտպանության հանձնել քրդական կամ չերկեզական այդ ողմակներին եւ այլ դրանց ունեցվածքը տանել, որտեղ կներեք հայերը երբեք աղքատ չեն եղել, իսկ ռուսները միշտ եղել են ոնց որ Ուկրաինայում ունիտազ գողացող տենցել են ժամանակ, ոչ մի տարբերություն չի եղել։ Եղել է Իվան Վլապտյախ, Բալալայկա, Մատրիոշկա, բան sense վիճակներ, այդքան ունեցվածք որտեղից։ Ասում են 15 թվականին ռուսները ասում են մենք ձեզ փրկել ենք։ Ես ասում եմ Ինչից են փրկել եւ ինչ դրվագների մասին է խոսքը։ Չգիտեմ, ես շատ հույս ունեմ, որ ոչ մի պատասխանատու պաշտոնյա ռուս ինչ չի հանդիպի տենց բան ասել, որովհետեւ իր համար կարող է շատ ծանր հետևանքներ լինեն։ Ասենք ծանոթային օպերացիաներ անի բան տենց ինչ-որ։ Ինչպես են հենց Թուրքիայում մեկնաբանում, այդ դուք հիշատակեցիք, բայց ես կներեք, դուք շատ կարևոր բան ասացիք այդ Դիարբեքիրի, հա։ Դիարբեքիրը դա այո, դա հա։ Եթե դրան եք անդրադառնում, հետո կվերադառնամ։ Անունից ուրեմն Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի անունից կոչ արվեց սկսել անցյալի հետ հաշտեցման միջոցով ճշմարտության հաստատման գործընթացը հանուն ապագայի, որտեղ գերաշխում են եւ այլն։ Պալատը նախկինում եղել է 6 դատական գործերի կենտրոնում հայոց ցեղասպանություն տերմինը օգտագործելու համար եւ բոլոր դեպքերում արդարացվել է։ Այսինքն այնտեղ ուզում եմ նշեմ, որ կա նաեւ հայերի ցեղասպանությունը ընդունող ձայնը, այո, դե եթե 6 անգամ դատական գործ են արել, դրանց է իրականում, ես դրա համար տենց բան չեմ անում։ Էմոցիոնալ դաշտից եթե դուրս գանք, հասկանանք ինչա կատարվում։ Նույնիսկ էս խայտարակը որն է Էրդողանի համար նորմալ հայտարարություն։ Ասեք ինքը երկրի նախագահը, ինքը համարում է, որ իր երկիրը պետքա վարի քաղաքականություն, որի արդյունքում ինքը պետք է դառնա տարածաշրջանի ամենագլխավոր երկիրը, դրա համար ինչ-որ կերպ ինքը պետք է բացատրի հայերը ինչ եղան, հա, այնտեղ ինչ-որ թեմաներ կան, որոնք որ իրան չի վերագործում։ Դե համաճարակ է եղել, հրոսակախմբեր են եղել եւ առաջին պատերազմի ժամանակ ով չի մահացել։ Հիմա ինքը բացատրում է, դա բազմիցս է տեղել, հա, որ մի բան արեք, մի տենց ծանրացրեք, այդ ուղակի պատերազմ ա եղել, դուք փորձել եք ապստամբել, դուք ռուսների հետ բան եք անել, սուտ է հայերը, սենց ասեմ, հայերը ոչ մի երկրում երբեք ցավոք սրտի, մանավանդ այդ քաղաքական առաջնորդներով, որոնք որ դաշնակներն էին բանը, հա, դրանք երբեք տենց ինչ-որ բան չէին, էլի, իրանք կոնֆորմիստ են մեծ հաշվով։ Հայ մանավանդ տնտեսվարողների այդ բիզնեսմենների այն ժամանակվա խավը, որը որ Սեբաստիան Մալաթյան, չգիտեմ, այն թափը, Ադանան, նույն Տիգրանակերտ, Դիարբեքիրը, այդ աղքատ քաղաքներ չեն եղել, դեղել են շատ հարուստ քաղաքներ, որոնց հիմքը հայկական համայնքներ է, որ զբաղվել է բիզնեսով, իսկ ինչպես հայտնի է, բիզնեսը, մանավանդ հայ բիզնեսը, ինքը շատ կոնֆորմիստ է, մեծ հաշվով առանձնապես տենց բարոյական բաներ, նժդեի բանը հիշեք, որ ասում է Սմիրնայի մեկ տարվա կուտակած ոսկին, որ դնեին Հայաստանը մենք կարողանայինք վերականգնենք, բայց դուք ոչինչ չարեցիք, մինչև չկոտորվեցիք։ Այսինքն սրա մասին է խոսքը, Սմիրնանը չեմ ասում, Սմիրնանը իր հերթին։ Այդ բոլոր բաները իրանք կոնֆորմիստ են եղել, որպեսզի հասկանաք ինչու եմ ես ժամանակ առ ժամանակ մեգադախլչիներին, որոնք Նիկոլի կողքն են կամ իր ֆրակցիայում են նստած այդպես բանով վերաբերվում, որովհետև ես տեսնում եմ այդ մոդելը, որ կոնֆորմիստ ոչինչ, թող պետականություն չունենանք, լավ դե կաշառք կտանք կլինի բան, այդ տևում է մինչև ինչ-որ մի հոգի գալիս է, մի հատ լեյտենանտի պագոնով,
վզիցդ վերցնում է, աղջիկա քո դեմը տանում է, սարքում է մուսուլման, քեզ տշելով տանում է միտը, Եփրատի ափին բռնում է։ Այդ եթե բախտդ բերեց։ Իսկ կարող է քեզ էլ բռնաբարեն նոր։ Որովհետև դե նրանց ինչ կա, նրանց բան չկա։ Այսինքն երբ որ ես ասում եմ մեգա դախլ չի, ես մեգա դախլ չի, նաև այն մարդկանց եմ ասում, ովքեր 15 թվականին Սմուրնայում կամ, չգիտեմ, Սեբաստիայում կամ Մալաթիայում կամ Ադանայում նստած ոտները ոտը, դե լավ ոչինչ, դավթին պետությունը, հալավ գլուխդ կաղկայի, ոնց չես հասկանում Թուրքիան մեծ պետություն է, ռուսները մեզ կգան կփրկեն, այդ բոլոր բառես բուն իմաստով, չգիտեմ, մանկա մսուրային մակարդակի մտածելակերպով մարդիկ կոտորվեցին, դա ահռելի ցավ է, մարդիկ ովքեր հասնում էին մինչև, չգիտեմ, սպիտակ մազեր, իմ օրինակը չեմ ուզում բերեմ, բայց ամեն դեպքում, 60 տարեկան եկքանտանիքների տեր, ունեցվածքների, կալվածքների տեր, մտածելակերպով մնացել էին մանկամսուրի մակարդակին, կոնֆորմիզ, նույն բանը մենք ունենք հիմա Հայաստան, շատերը չեն հասկանում այդ, մեկ սենց վրդոված ես կամ Արմենովանիսան, որ բան ենք բացատրում, չեն հասկանում, դե լավ ոչինչ, ավելավա չլսել, ջայլամ այդպես գլուխը ասվալտի մեջ են փորում, այնքան են փորը արդեն ասվալտն էլ է իրանցից օգն է, իրանք էլ ասվալտից, բայց չի կարելի, տենց ախր դրա վերջը եղերն է, դու չես կարող հավատալ ռուսին, թուրքին, ինչ-որ մեկին, ընդհանրապես ինչ-որ մեկին, բայց մարդիկ էտ են, հիմա էլ ձեզ օրինակ, 110 տարի անց է, բարես բուն իմաստով կայֆավատ են, ծաղրում են, հասկանում եք սա ծաղրանք է, բայց ինչի է ծաղրանք, որովհետև Պողոսո պատրիարքը չի կարողանում վերկանա, ասի մինչև 7-րդ պորտը անիծում եմ քեզ, լավ որ չտեսնաս, թորների տարունով դռներդ լվաս, հասկանում եք, դրա համար Պողոսո պատրիարքը պետք է պատասխանի ասի լսի քեզ ինչ եմ ասում այ կապիկ, կամ կապիկի վնուկ, դու ով ես, դու ընդամենը հույների տարածքը գրաված, մարդասպան բաշի բուզուկի լակոտ ես, Էրդողանը ծնվել է Ռիզեյում, Ռիզեն հունական Պոնտոսի հույների տարածքը, իրա պապերը մեծ հավանականությամբ տեղի համշենների և հույներին կոտորել են և եկել են այդտեղ նստել են, ինքը ոչ մեկ է, հասկանում եք, դա պրոբլեմը, որ Էրդողանը ոչ մեկ չի ասում, դու ոչ մեկ ես արա, դու ընդհանրապես ոչ մեկ ես, դու լազի և կրոնափոխ եղած հրեայի տղա ես, դու նույնիսկ թուրք չես, ոնց որ Ալիևը նույնիսկ ադրբեջանցի չի այն ինչ որ Ստալինը կոչել է ադրբեջանցի, հայտնի քուրդ է, ընդ որում կասկածելի կարող է մի քիչ հայ արուն խառնուրդ է, ոնց կլինի հայ մատը խառը չլինի տենց բաների, դրա մասին է խոսքը, Կովկասյան թաթար, հա, Կովկասյան թաթար, դա էլ չի, ասում եք, Կովկասյան թաթար չի, դա էլ չի, և վերջի դրվագը այդ Էրդողանի, նա ասում է մենք գիտակցում ենք, որ 86 միլիոն մարդ ենք, արդեն երևի Թուրքիան բնակվող հայերին է նա դիմում, պետք է միասին կառուցենք մեր ապագան, հավատալով, որ հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան, ասում է նա, և մենք միասին ուսուսի տված կկառուցենք թուրքական դարաշրջանը։ Ես պատրաստ եմ դրա տակ ստորագրվում, ես իհարկե թող անցյալը բան չանի, Թուրքիայի ֆինանսների նախարարության արխիվներում գոյություն ունի բոլոր հայկական ունեցվածքը, կալվածքը, բանկային հաշիվները, այդ հաշիվների վրա եղած ոսկիները, բաները, բոլորը հայտնի է 15 թվականից մինչև 22 թվականին չեն գողացել։ Եղբայր սաղ վերադարձրու հանգիստ կառուցենք երկիրը։ Թուրքական դարաշրջան է կառուցում, երկիրը արդեն կառուցել վերջացրել են։ Դու ինչ ուզում ես, ինչ դարաշրջան ուզում ես կառուցի, փողերս, ողերս, այդ դու ինչ ուզում ես արա։ Ուզում ես թուրքական, ուզում ես թյուրքական, ուզում ես բան, Պոնտոսի, ասենք տենց չի էլի, որ տենց, ախր դա միակողմանի չի, ամենահետաքրքիրն է, որ ցավոք սրտի հայերի մոտ ընդունված է տենց բանով, նեղացած 18 տարեկան էքի դեմքով իրանք սկսում են, բան Տրամպը չասեց ու կոր, Տրամպը չասեց որն է, դու պահանջել ես Տրամպը չի ասեց, Էրդողանը սենց ասեց, այդ ջանդամը թե չասեց, դու էլ ասա համաձայն եմ, փողերս դու Հա, հետդ գալիս եմ կառուցեմ, քո աշխարհն եմ կառուցում, փողերս դու։
Ձեր դիտարկումները ցեղասպանության այդ հուշահամալիր են գնացել մարդիկ, շատերը զգուշացնում էին, ասում էին այդ օրը 23-ին այդ ջահերով երթը տեղի ունեցավ, Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները այրվեցին, ասում էին 23-ին եւ 24-ին զգուշ եղեք, կարող է ներքաղաքական իրավիճակը սրվի։ Սրվեց իրավիճակը, չսրվեց իրավիճակը, ինչ դիտարկեցին, որպեսզի այս թեմայից անցնենք արդեն ուրիշ թեմաների։ Ես հիշում եմ, որ կանգնում էինք այն վերևը, մինչև այդ ուղիղ բանը կա, ոտքի ճանապարհը, մինչև այն պուլպուլակների մոտ, որ թեքվում է ճանապարհը, այդտեղ կանգնում էինք, ջահերը Կիևյանի կամուրջի այն կողմը հələ շարունակվում էին, հələ գալիս էին։ Հենց որ ջահերով երթը իմ համար այն է։ Սա չգիտեմ ինչ է, իրոք չգիտեմ։ Ինքը ցավոք սրտի շատ սիրուն գաղափար էր ժամանակին, որը լույսի հաղթանակի մասին էր։ Հիմա տենց իշուր Մեղադրում են, ասում են քաղաքականացրեցին, քաղաքականացրեցին, ես այո ախտել էին անում փորձում անել, հարցը դա չի։ Հարցը մոտեցումն է խնդրեմի, այսինքն ինչ իմաստ ենք։ Մենք դնում ենք այդ իմաստը, հիմա քանի որ դա չկա, կյանքը փոխվել է։ Օբյեկտիվ եմ ասում, վատ բանով չեմ ասում։ Չեմ ասում, որ դա պետք է լինի ու բոլոր սերնդները պետք է նույն իմաստը դնեն ինչ-որ մենք, չէ։ Բայց մեր ժամանակ իմաստը դա էր, մեզանից առաջ իմաստը ուրիշ էր։ Անմիջապես եղեռնից հետո, երբ որ առաջացել է այդ ավանդույթը, ուրիշ իմաստ է եղել։ Բայց ամեն սերունդ իր իմաստն է գտնում, դրա համար ես կտրականապես դեմ եմ դրան ինչ-որ կերպ գնահատական տալ ելնելով մեր սեփական փորձից։ Ես ասում եմ, ինձ համար ջահերով երթը ավարտվում է այդտեղ մոտավորապես, որտեղ որ վերևում ենք կանգնում էինք, նայում էինք, երթի պոչը հələ Կիևյանով իջնում էր։ Ինքնաբուխ էր թե կազմակերպված էր։ Այն ժամանակ ինքնաբուխ էր։ Մենք զանգվում էինք, գնում էինք։ Հիմա ինքնաբուխ է թե կազմակերպված է։ Չգիտեմ։ Ինչ վերաբերվում է այդ դրոշների վառելուն շատ են խոսում։ Ժողովուրդ, ցանկացած մարդ, ցանկացած գործողություն իրավունք ունի մեծ հաշվով, եթե դա ուրիշների վնաս չի տալի։ Ընդ որում ուրիշներին դա քո քաղաքացիների մասն է խոսքը կամ անմիջապես իր շրջապատում, հա։ Ես չեմ հասկանում ինչի է վարչապետը անդրադառնում այդ գործողություններին եւ ինչի է դրան տենց մեծ նշանակություն տրվում, մարգինալացված բան են, գործողություն է դա։ Այդ գործողությունը մարգինալացված, ոնց որ, չգիտեմ, նստում են մարդիկ հոգի են կանչում, կամ սեկա են խաղում բեսեդքում, ոչ մեկը ողջունելի չի, բայց դու չես նստում ամեն մի զրուցարանի կողքը, ասում, գիտես ինչ կա, տենց մի գոռա, մի բան արա, գործողություն անում են, մարգինալ են, չես անդրադառնում դրան, դա ոչ մի նշանակություն չունի, ես անձամբ համարում եմ, որ գործողությունը, որը արվում է, միշտ արվում է, ես այդ հիշում եմ ամենասկզբից, միշտ արվել է, բայց դա գործողություն է, որը բնորոշ է պետականություն չունեցող կազմակերպությունների։ Այսինքն, քանի որ դա ավանդույթ է, որը եկել է դաշնակցական, ենթադրում եմ, ճանապարհներով, դա նորմալ է, որ դաշնակցությունը դա անում էր, պետականություն չկար, դաշնակցությունը դա անում էր արտահայտելով իր բողոքը Թուրքիայի հանդեպ։ Okay։ Միևնույն ժամանակ չգիտեմ ինչու չէին այրում իրանց առաջնորդների նկարները, որոնք 907 թվականին երբ թուրքերի հետ բան էին, ողջագուրվում էին Պոլսո փողոցներում, բայց ամեն դեպքում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը ինչ գնահատական դրան պետք է տա, ոչ մի, որովհետև դա մարգինալ շարժում է։ Մարդիկ ով դա անում են, ով ստորագրվում են, որ իրանք պետական մարդիկ չեն, պետական մտածելակերպ չունեն։ Իրանք ունեն ինչ-որ մտածելակերպ, որը ամբողջությամբ անարխիստական է։ Դա նորմալ է, որ կան տենց մարդիկ հասարակության մեջ։ Նորմալ չի, որ դու կենտրոնանում ես իրանց վրա։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի շենքի հրետակոծության մասին ենք խոսում։ Իհարկե կային այսպես բլոգերներ, որոնք ասում էին, ահա, եւ այդ Նազելի Բաղդասարյանի մեկնաբանության մեջ էլ Փաշինյանի այդ անդրադարձին այդ դրոշերի թեմայի մեջ կար այսպիսի ձևակերպում, որ ինչու է Փաշինյանը դատապարտել, նա ասում է սադրիչ է եւ հրող վարքագիծ է, եւ այդ որ բլոգերներին եմ վկայակոչում, ասում են, ահա, մենք սադրել ենք դրա համար Խոզնավարի գյուղ են խփել եւ այլն մարդիկ գիտեք ինչն է հետաքրքիր մի երկու փաստել ներկայացնեմ եւ արդեն խոսքը փոխանցեմ ձեզ նախ որքանով է իսկապես կարելի այդպես ձևակերպել կապել իրար այդ երկու որքան գիտեմ այդ Խոզնավար գյուղի այդ բնակելի շենքի գնդակոծությունը ավելի շուտ էր քան ապրիլի 23-ը, որքան ճիշտ է այդպիսի տրամադրություններ սերմանել մարդկանց մեջ, որ սա պատասխան էր ինչ-որ մի արարքի և դեռ այսքանը հետո մի քայլ առաջ կտնեմ։ Ես չիրեմ ով ասում, որ դա պատասխան էր, ես գիտեմ, որ ԿՊ-ի մոտեցումը Ադրբեջանին ոնց որ ենթակայի մոտեցումը։ Այսինքն բան են մանկապարտեզի նման։ Իրանք համարում են, որ իրանք աշխարհի ամենակենտրոնական կտորում են եւ ամեն ինչ արվում է իրանց վերաբերվում եւ իրանց համար եւ իրանց ինչ որ բան ասելու կամ հասկացնելու կամ պատժելու կամ ողջագուրվելու հետ կապված։ Դա մենք Երկրորդը այդ ամեն ինչը դիտարկվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի բանից։ Իրականում Ադրբեջանի, որտեղ Թուրքիան բաց հայտարարում է, որ իրանք սեփական մոտեցում այս հարցում չունեն, իրանք Ադրբեջանին են լսում։ Այսինքն ընկալում է Ադրբեջանը ինչպես է ընկալում։ Հա, խնդիրը նրանում է, որ դե ֆակտո, նույնիսկ եթե Փաշինյանը փորձում է պայմանավորվել Թուրքիայի հետ, ինքը իրականում պետք է պայմանավորվի Ադրբեջանի, քանի որ ինքը Ադրբեջանին ճանաչել է որպես բան, սուբյեկտ։ Թուրքիան ասում է, օքեյ, հավես չունի Հայաստանով զբաղվելու, որտեվ դարդ է, իրանց լեզվով ասած ջարմ է։ Ավելի լավ է չզբաղվեն Հայաստանով, որտեվ միշտ այսպես ցեղասպանության հարցը առաջանում, միշտ Մելանի Ջոլին է վեր կանում, օրինակ Կանադայի արտգործնախարարը, որ ասում է, լսում եք, արա բացի նրանց, որ եղերն եկարել են ձեր Բարադի փոքր աղբերներն մի հատ էթնիկ զտում են արել, մի հատ ձեր գամերեսը քաշենք, այսինքն այս ամեն ինչը կա միշտ Ֆրանսիա, որը կարա խառնվի Հայաստանի փոխարեն մի հատ լասի, գիտես չկա սահմանը բաց, առանց նախապայմանների, թե չէ քիթդ կկդրեմ։ Այսինքն այս ամբողջ գործը իրեն տենց է ձեռ տալի։ Դրա համար ինքը Հայաստանի հետ նախընտրում է չխոսալ։ Նիկոլն ամեն ինչ անում է, որ սրանց հարաբարը լինի։ Նիկոլ չի հասկանում, որ դու Թուրքիային պետք է դիսկոմֆորտ ստեղծես, որ ինքը բացի։ Թուրքիան ասում է գնա Ադրբեջանի հետ պայմանավորվի, Ադրբեջանը Պուտինի հետ նստած ասում է չեմ պայմանավորվում։ Միայն մեկն է չկա, որ բանանի հասկանում եք, այնտեղ ինչ-որ մեկի վրա ճնշում, ոնց կարաս Պուտինի վրա ճնշում գործադրես կամ Ալիևի։ Չես կարա, իրանք համակարգից դուրս են։ Իրանց վրա ճնշումը երկու տանկային կորպուսն է, որը Հայաստանը պետք է ունենա ու 75 կործանիչ, որոնցից 35-ը Ռաֆալ, 40-ը Գրիֆեն։ Որի շնորհիվ դու կարող ես ստիպել, որ Ալիևը ուշադիր, առանց որևէ տարբաց թողելու քեզ լսի ու խելոք անի այն ինչ որ դու ասում ես։ Հակառակ դեպքում դա չի աշխատում։ Իսկ որպեսզի դու ունենաս երկու տանկային կորպուս, դու պետք է ամբողջությամբ դուրս գաս ԵԱՏՄ հապկ համակարգերից եւ մտնես այն համակարգեր, որտեղ քեզ ուղակի դա կվաճառեն, ելը չհաշվոց որ կարող է տան։ Եկիչ։ Իսկ եթե դու դուրս գաս հապկի ԱՏՄ-ից, դու ասած Նիկոլ Փաշինյանը, տարբեր մեգա դախլչիներ, փոխվարչապետեր, ռուսամոլներ, կոռուպցիոն սխեմաների մեջ ապրողներ, առանց Մագադանը մոտիկ լինելու իրանց կյանքը չպատկերացողներ, չգիտեմ, այս տիպի մարդիկ, խոպանից նոր վերադարձածներ եւ խոպան գնացողներ, իրանք քո կողքից կգնան, իսկ եթե Նիկոլի կողքից գնան իրա մեգա դախլչիները, որոնք ըստ միջազգային մամուլի, ասենք, չգիտեմ, ինչ որ համել իրանց մի մասը ոսկի ալավանում Ռուսաստանի համար, Նիկոլինը թվում է թե ինքը տենց Պուտինի բարի դրացական հարաբերությունները կառնի, այդ իր համար լուրջ պրոբլեմ է, որտեվ ինքը չի պատկերացնում կյանքը առանց կաշառքի,
Իրան կաշառք առնվազն պետք է այդ մոդելը, որ ինքը դրա մասին խոսի, որտեղ ինքը ուրիշ խոսելու բան չունի։ Գնում գալիս է խոսում է էթնոգենեզից, հասկանում եք, ազգերի առաջացման կամ ճիշտ Հայաստանի բան, այդ ամբողջ խոսակցությունները հնարավոր են մենակ այն ազգերի շրջապատում, որոնք ստեղծվել են Ստալինի հրամանով։ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը, հայոց պատմությունը, ազգը բերի հասցնի ինչ-որ էթնիկ խմբի մակարդակի, այսինքն ինքը այլ Ստալինի հրամանով ստեղծված ազգերի, նույնիսկ ազգերի չէ, էթնիկ խմբերի հետ միասին, հավասարի պես նստի նոր երկիր ձևավորի, նոր ազգ ձևավորի։ Սա է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցագործությունը։ Ոչ թե նույնիսկ այն, որ ինքը տանուլ է տվել տնտեսությունը, սա դժվար է։ Տնտեսությունը դժվար է, մեգա դախլչիները նստող են, կբռնենք, սա հետ կբերենք, ինչ կա չկա, իրանք Ամասիայում կտնգեն բանան, ունենց կանեն, որ այդ բանանը աճի, եթե չաճի, կմնան այդ բանանի կողքը այնքան մինչև բանան աճի։ Իրանք բոլորը այնտեղ բան են, իրանք պատժվող են, տնտեսություն սաղ հետ բերվող։ Բացի նրանից, որ դու ազգի արժանապատվությունը գետնվես տալի։ Իրա փնթի նախարարներով, մասնավորապես բան գիտության կրթության կամ ինչպես ընկերներից մեկն ասում բոքսի եւ սեքսի նախարարության այդ բանը, որտեղ իրանք ոչմանով չեն զբաղվում։ Որ նայես ոչմանով չեն զբաղվում։ Դու տարօրինակ բան ասեմ, ֆիզիկայի դասագրքում կա բան, որ առաջի քառորդում են անցնում, որը պահանջում է մաթեմատիկական ինչ-որ խնդրի լուծում։ Բայց այդ մաթեմատիկական խնդրի լուծումը հասանելի է դառնում աշակերտին նույն 7-րդ դասարանի վերջի քառորդում։ Այսինքն ինքը չգիտի այդ խնդիրը լուծել։ Բայց իր մոտ առաջի քառորդում դա պահանջվում է։ Ինձ ոչ մի ուրիշ բան չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է ոնց է 7-րդ դասարանը երեխան կարողանում ավարտի ֆիզիկայից գերազանց գնահատականով։ Եթե դու իրան չես սովորեցրել ինքը այդ խնդիրը ոնց լուծի, ուրեմն սաղ է բլեֆ։ Եվ ինչու է դա հայտնվել դասագրքում այդ։ Ինչու է դա հայտնվել դասագրքում, գիտեմ, որովհետև մարդիկ փոխանակ գործով զբաղվեն ու դասագիր գրեն, բան են անում։ Քրտնած տղամարդկանց սպորտ են զարգացնում, մեկը համարում են, որ բանը նժդեն խոսքի բանը, ամեն ինչա, ֆաշիստ է։ Ասեմ ձեզ, որ նույնիսկ Ցուկերբերգը հասկացավ, որ Մոնթեն էլ բան չի, տերորիստ չի, հանեցին այդ Մոնթեի, հայտնի էր, չէ, որ Մոնթեով բան էր անում, ջնջում էին, հիմա թողում է։ Բարը նկարը բանը դնում էիր, հանում էին։ Հիմա հարցս հետևելն է, հարգելի չէ, հարգելի չէ, ուղղակի, Նիկոլ, դու կարող ես գործով զբաղվես վերջը։ Որպես վարչապետ, որպես մարդ, ով պատասխանատու է բուղղալտերական գրքերի համար։ Որովհետև ազգի արժանապատվությունը գետնով տալը, ոնց որ թե ոչ մի լավ բանի չի բերում։ Խոզնավարին միշտ կրակելու։ Միշտ, ես դες ստեղ սկսած օրվանից ասում եմ, նոյեմբերի 9-ը ոչ մի բան է այդ փաստաթուղթը։ Խաղաղության պայմանագրի այս 17 կետը, ուզում եք 117-ը կողքից ավելացրեք, սա ոչ մի բան է։ Նիդերլանդների թագավորը, գեր բարի, գեր հաջողակ, քեր փափուկ, Նիդերլանդները, լեյշեք Ամստերդամի մասին ինչ գիտեք։ Նիդերլանդների թագավորը ասում է պրծավ տղեկ, մինչև ատամները պտի զինվենք, պրծավ, ասենք եթե Նիդերլանդները, որոնք շրջապակված են Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Ծովենկով, Դանիա, ինչ, ստեղ Գերմանիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, ինչ պրոբլեմ ունեն իրանք։ Իրանք ունեն 0 պրոբլեմ 3 սահման են կողմ։ Եթե Նիդերլանդների թագավորը ասում է տղեկ պրծավ զինվում ենք, ինչ խաղաղության խաշմերու կարա, ինչ կեպ կա, ինչ հեծանիվ, ինչ ես խոսում ընդհանրապես։ ԱՊՀ երրորդ խաղերին հրավեր։ Հա, ԱՊՀ երրորդ խաղերին ես մեծ հաճույքով Նիկոլին կուղարկեմ։ Ասենք պարզապես կիսատ ստացվեց Ադրբեջանը հրավիրել է Հայաստանին այդ խաղերին, որը հատվածը Ստեփանագերտում։ Ռուսերեն շատ լավ բան ասում, պազորսը դա կանցա։ Չէ, մերոնք ասում են անվտանգությունը, դեռ մենք չգիտենք։ Ինչ անվտանգություն, ժողովուրդ, մայիսի 9-ին։
գնում է Մոսկվա, ինքը չունի արժանապատվություն, չունի, հիշում եք մատանների տիրակալն առաջին բանը հոբիտի մեջ, որ առաջի անգամ Սաուրոնին որ բան են անում, Գալադրիելի բանն է, ասում դու չունես անուն, դու չունես տասկ, դու չունես դեմք, դու չունես մարմին, վերադարձի այնտեղ, որտեղից եկել ես, ու ուղարկում է ուր, արևելք, ճահիճներ, այդ Նիկոլը մոտավորապես այդ կարգավիճակ է, ինքը չունի անուն, ինքը չունի պատիվ, ինքը չունի արժանապատվություն, ինքը ոչինչ չունի, ինքը ունի կեպկա, հեծանիվ ու հիմար խոսելու հնարավորություն, դեռևս թույլ են տալիս, ինքը անց չի, ինքը ներկայացնում է Հայաստանը, ստոպ, ինքը ներկայացնում է, ես չասի վարչապետը, ես ասի Նիկոլը, վարչապետը որպես այդպիսին կարա ստանա արգելանք ազգային ժողովից չգնալու։ Ես ասում եմ Նիկոլը, որը պատրաստ է, հասկանում եք խնդիրը որն է։ Որպես Հայաստանի վարչապետ էլ եմ ասում, իրենք կարա Մակրոնը զանգի, որպես ռազմավարական դաշնակից Հայաստանի, ոչ թե Նիկոլի։ Ու ասի, որ նպատակահարմար չենք գնալը, կամ Տրամպի այս բանը ուշադիր կարդա, հասկանա, որ ռազմավարական գործընկեր չի նշանակում, որ դու մայիսի 9-ին պիտի գնաս այնտեղ, ասի չեմ գնում, որովհետև կրկնում եմ, մայիսի 9-ը դա ֆաշիստական տոն է, եւ մայիսի 9-ը դա ֆաշիստների եւ մարդկության դեմ հանցագործություն գործած մարդկանց տոն է, չի կարելի այնտեղ գնալ ուղղակի, այն հաշվի առնելով ով է գալու, ասենք Վուչիչը եւ Դոդիկը, ովքեր պատասխանատու են Սրեբրենիցայի ցեղասպանության համար, հիշեցնեմ, Սրեբրենիցանը տնա ինչ որ արեցին Արցախի հետ։ Այնտեղ գալիս է Ալիևը, որ Արցախի էթնիկ զտում արեց Պուտինի հետ միասին։ Այնտեղ չկա ինչ որ մեկը, ում կողքը դու կարաս կանգնես ու դա ոնց որ ասում են բան չլինի, բիծ չթողի իմիջիդ վրա։ Հենց է սա հարցը, որ որպես վարչապետ ինքը կարա չգնա, բայց որպես Նիկոլ ինքը արդեն տեղավորվել է, որ պետք է գնա։ Հասկանում եք։ Կոպիտ ասած շատ բանոր։ Լավ, ին վերաբերեմ, որ ոչ մեկ բան չանի, հա։ Եթե ես որպես պաշտոնյա ինչ որ ստիպված լինեմ Հայաստանի անունից ինչ որ միտեղ գնամ, ես մեջս չեմ տեղավորվի Ռուսաստանի հետ, հա։ Ես իմ մեջ չեմ տեղավորվում դրա մեջ։ Ես ինչ որ մի բան կանեմ, որ չլինի դա, իսկ ինքը մեջը տեղավորված է։ Իրա մեջ այդ պրոբլեմ չի առաջացնում։ Իրանց մեջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարության մոտ խնդիր չի առաջացնում մայիսի 9-ը նշել Ռուսաստանում Կարմիր հրապարակում։ Մայիսի 9-ը Ալիևի կողքը նշել խնդիր չի առաջացնում։ Որովհետև հակառակ կերպ ես չեմ տեսնում, հասկանում եք, Նիկոլը կարա ասի, հա գնում եմ Աշկովանի, սաղ վարչությունը ասի չէ, ոնց կլինի Գերագույն ջան, ուր ես գնում, հեսա կտամ հեծանիվդ կջարդեմ, հիվանդ եմ, այդ օրը քավոր պիտի կանգնես, արի գնանք խորոված ուտենք, արի չգիտեմ, վարունգ կեր կաթով, անենց համովա, որ չկարանա տնից դուրս գա այդ օրը, ասեն ապա չի կարա այսօր վատա շեֆը չի գալի, բայց հասկանում եք, բայց իրենք ամբողջությամբ տեղավորվել են դրա մեջ։ Անգամ Թրամփը դժգոհել է Ռուսաստանից, ասում է ես դժգոհ եմ Կիևի վրա, Ռուսաստանը ինչ է արել։ Վլադիմիր կանգնի, չէ՞։ Հա, Վլադիմիր կանգար, հա։ Ոչ ժամանակն ես ճիշտ ընտրել, ոչ տեղը։ Ես առաջի անգամ այդ կարտացից ծիծաղից վրա, որտեղ տպավորությունը, որ իրենք մաշտկով տեղ էին գնում, ինքը ուղղակի շոֆերին գիտի, ասում Վլադիմիր կանգար։ Կանգար, ես իջնեմ, հա։ Ստոպ։ Հա, կանգար, ես իջնեմ։ Խնդիրը հենց է դա, որ Տրամպը մեծ հաշվով համոզվում է, որ ինքը չի կարողանում լուծել որևէ հարց, ինչ վերաբերում է ուկրաինական պատերազմին, ինքը չի կարողանում լուծել հարց, որը վերաբերվում է Համասին եւ Հեզբոլլահին, ակնհայտ է չի կարողանում, ինքը ստիպված գնացել է Իրանի հետ խաղաղության բանի կնքման, իսկ Իրանը ինչ արեց, Իրանը շատ կայֆ բան արեց։ Իրանն ասեց, օքեյ, պայմանավորվեց, շատ դրական է, հոյակապ է, իհարկե մենք պատրաստ ենք, շատ լավ է։ Դե մենք սպասի գնանք Եվրոպա, ասենք ինչ ենք խոսացել գանք, որովհետև Իրանը նույն ձև ինչպես եւ ամբողջ աշխարհը Տրամպին չի վստահում։ Տրամպին չի վստահում իր գերագույն դատարանը։ Տրամպին չեն վստահում ֆեդերալ դատավորները։ Տրամպին չի վստահում դեմոկրատական կուսակցությունը։ Տրամպին չի վստահում
Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրողների 58%-ը վերջակետ 100 օրը չի լրացել Տրամպը ամենացածր վարկանիշը ունի բոլոր նախագահները հաշվելի ոչ դրանց ցածր վարկանիշ ոչ մեկ պատմության մեջ Ամերիկայի չի ունեցել 100 օրը չլրացած սրա մասին է խոսքը այսինքն Տրամպը ոչ միայն անվստահելի է այլ նաև բազմաթիվ դատական գործեր որոնք որ գնում են դրանց մի մասը քրեական են օրինակ իր կողմնակիցների շարունակաբար սիգնալով անծանոթ մարդկանց տեղյակ պայել ռազմական գործողությունների մանրամասների մասին դատարանների որոշումները չկայացնելը տարիֆների քաղաքականությունը, որը բերում է անկումների անհասկանալի մասկի իրականացրած գործողությունները, որ ինքը արդարացրել է, բայց որի հետևանքով Ամերիկայի Միացյալ Նահանգների առանձին վերցրած ոլորտներ ռազմավարական կորուստներ են ունեցել։ Այս ամեն ինչը բոլորը հասկանում են, որ խոսքը ընդամենը 1 տարի է մնացել, 26 թվականին լինելու են ընտրություններ։ Ու եթե դեմոկրատակ սենց շարունակվի, այս անվստահելիության վարկանիշը Տրամպի այս մակարդակի կամ սրան մոտիկ մնաց, Տրամպը շատ հանգիստ կարա կորցնի համ-համ։ Իսկ դա ավտոմատ նշանակում է impeachment։ Իսկ impeachment-ը նշանակում է, որ այս հիմիկվա Տրամպի հետ պայմանավորվելը նույն այդ միջուկային գործարքը է Իրանի հետ, ինքը ամիսների հարց չի։ Ինքը տարի կես է տևելու, այսինքն մոտավորապես գալու է կանգնի ընտրություններին։ Կոնգրեսի։ Կոնգրեսի ընտրությունները ամբողջությամբ պալատը ներկայացուցիչների պետք է վերընտրվի։ Իրանը ապուշ չի հիմա իր ամեն ինչը բերի դնի սեղանին, մեկ է պարզվում որ այնտեղ գալիս են դեմոկրատները, որոնք համաձայն են շատ ավելի քիչ նահանջի, քան բաները, բազաները հանրապետական։ Դրա համար Իրանը ասում է, ընկեր, լավ է իհարկե որ դու տենց բանես, բայց ոնց որ ձեր մոտ բան է, ֆլիփ-ֆլոպ է։ Մեզ որ սենց է, վաղն ենք։ Եկեք մենք գնանք մի հատ Եվրոպայի հետ։ Նրանք իհարկե 6000 չէ, բայց մի 2000 տարվա պատմություն ունեն, մի քիչ ավել 2.5, իրենց վստահում եմ։ Եթե մի հատ իրանց հետ խոսամ, գարանտ բերեմ ընկեր, որտեղ եկուց մյուսով դու ասել ես ես տենց բան չեմ ասել։ Որտեղ ոնց որ Զելենսկին ասեց բան, դիկտատորա 4% վարկանիշով, հետո ասես չեմ ասել։ Որնա գալոբում գլազուն, ստացես ու չեմ ասել տենց բան։ Դու լավ չես ասել, բայց զապիսը ինչ անենք։ Օպար Ինչ եք կարծում, Չինաստանն էլ է այլևս չի վստահելու, ասելու է 145% մաքսատուրք է իր խոստացել։ Ասում եմ ֆլիփ-ֆլոպ է դա, չի հասկանում։ Բայց գիտեք, չէ՞ պատմությունը, այսօր իհարկե չի հաստատվել, ասում են 145 ասել է, ոայ, չէ, շատ է։ Պետք է իջացնեմ։ Դե իհարկե 0-ի չեմ կարող հասցնել, 0-ի մասին է անգամ մտածում։ Դե 0-ի չեմ կարող հասցնել, խոսում են 50-60%։ Այսօր միտեղ տեսա, բայց չհաստատվեց այդ ինֆորմացիան, գուցե կատակ էր։ Ասեցին 10% է իջեցրել, ինչպես եւ ուրիշներին։ Չի բացառվում, պատկերացրեք։ Ընդհանրապես չի բացառվում, ուրիշ բան ասեմ, շուկաները շատ վտանգավոր շարժման մեջ են ԱՄՆ-ում, այնտեղ կա 10 տարվա պարտատոմս, բանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների, հա, նախարարության, այսինքն պետական պարտատոմս, որը որ ինքը համարվում է ամենակայուն եւ ամենատենց փախուստի տեղ, որ ինչ որ միտեղ անկայունություն է, պետություններ, անհատներ, թոշակային հիմնադրամներ, բաներ, որպեսզի փրկեն փողերը շատ կորուստ չունենան, ինչ դրանից են առնում։ Առաջին անգամ պատմության մեջ անկումը տեղի է ունեցել ոչ միայն, ասենք, Wall Street-ում, այլ նաև այդ Wall Street-ում ասած բաժնետոմսերի կոմերցիոն ընկերությունների բաժնետոմսերի, այլ նաև այդ 10 տարվա պարտատոմսերի ԱՄՆ-ի, այսինքն ինքը անկում է ապրում։ Դա նշանակում է Ամերիկային չեն վստահում, օրինակ առաջի օրերը, որ այդ պարտատոմսերը առաջինը սկսեց վաճառել Ճապոնիան։ Որը ընդհանրապես մինչև պայմանավորվելը ճապոնացիք բավականին լուրջ արարողակարգ ունեն եւ իրականում ճապոնացիներին վիրավորելը շատ հեշտ է։ Իրանց մոտ այդ դեմքը չկորցնելու գաղափարը շատ կարևոր է, այն գերկարևոր է։ Եվ ակնհայտորեն Տրամպը Ճապոնիային վիրավորել է։ Պետք է հասկանալ, երբ որ դու վիրավորում ես Ճապոնիային, դու վիրավորում ես կայսրին։ Նույնիսկ եթե դու դա չես ընկանում։ Իսկ դա բավականին բան է, հասկանում եք, այդտեղից Ճապոնիան կարող է պայմանավորվելու ճանապարհները
քեզ համար շատ բարդ լինեն, այսինքն իրանք քեզ դնեն այն պայմանում, որ դու պետք է շատ նվաստանաս, որ իրանց այդ պայմանավորվես։ Հիմա ինչ որ մի կերպ Ճապոնիան գտել էր, առաջին ինքը սկսեց վաճառել բաները։ Ինքը 1 տրիլիոնից ավել ունի Ամերիկայի պարտատոմս, Ամերիկայի Միացյալ Նահանգների 10 տարվա պարտատոմս։ Սկսեց վաճառել, հետևից սկսեց վաճառել Չինաստանը 800 միլիոն էլ են, 800 միլիարդ էլ են։ Այսինքն Ճապոնիան եւ Չինաստանը իրականում միասին կարող են Ամերիկային դնել այնպիսի մի տնտեսական վիճակի մեջ, որ Ամերիկան հետ ընկնի զարգացման մեջ 5-ից 10 տարի։ Ուղղակի այդ ժամանակ առ ժամանակ շատ կարևոր է։ Չէ՞ մի անգամ էլ ժամանակ առ ժամանակ այդ պարտատոմսերը վաճառել։ Այսինքն երբեք թույլ չտալով, որ այդ ծախսը, որ վաճառում ես պարտատոմսը, պետական տոկոսն է բարձրանում, որ ինքը պետք է վճարի դրա համար, հա։ Հետևաբար ինքը ինչ է անում, ինքը ժամանակ առ ժամանակ վաճառելով պահում է տոկոսը բարձր։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների բյուջեն դեֆիցիտով, ասեմ ավելին, Տրամպի վերած top campaign donor, ոնց որ ասում են, նախընտրական ծրագրի ամենաբարձր դոնորը, ամենամեծ մասնակցություն ունեցած դոնորը, ինքը նույն Հարավաֆրիկյան Հանրապետությունից ապօրինի ներմուծված Իլոն Մասկը դոժ էր ստեղծել, գիտեք այդ որ բաներան։ Այս դոժի աշխատանքի հետևանքով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը առաջի 100 օրվա մեջ 182 միլիարդ դոլար ավելացած է, քան նույն ժամանակահատվածում անցած տարի է եղել։ Ոնց է։ Մարդը եկել էր, որ 1 տրիլիոնով կրճատի ծախսերը 180 միլիարդով ավելացրել է։ Ակնհայտորեն Տրամպի ադմինիստրացիան տապալվում է բոլոր այն Միդաս թագավոր կարը, որ ինչին կպնում էր ոսկի էր դառնում։ Ինքը հակառակ։ Սրանք հակամիդաս են, ինչին կպնում են հոտ է գալի։ Եվ վերջին թեման հնարավոր է, որ ասում են առաջիկա օրերին գլխավոր թեմա դառնա Հնդկաստան-Պակիստան պատերազմը։ Պակիստանը ինչ է։ Կարծում։ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Պակիստան։ Այստեղ դիտարկենք այո Հնդկաստան-Հայաստան, Պակիստան-Ադրբեջան, այստեղ էլ կարելի է։ Ես դրա համար այդ հարցը Այնտեղ շատ հետաքրքիր բան է, երկու հոգի են զանգահարել մեր լավ քույր Մելոնին, զանգել է Հնդկաստանին, ասել է մենք քո հետ ենք, չգիտեմ։ Չվախես, չգիտեմ, Իտալիան տենց առանձնապես բան չի, բայց Իտալիան մեծ հաշվով հիմա համարվում է ընդունող երկիր Ֆրանցիսկոս Պապի թաղման հետ կապված թաղմանարարության եւ մեծ հաշվով ես դա այդպես կգնահատեի, որ հիմա շատերը ընդեղ են, կամ ընդեղ են լինելու հեսա եւ ինքը նես չի որ բոլորի անունից հաշվեք ասել։ Այնտեղ Ֆրանսիա կա բանկա չնես Ֆրանսիան իսկ կարտայթվի Մակրոնը կարտայթվի նրանք սպասում են։ Սա մեկ, երկու ամենակարևորը, երկրորդը զանգել է Իսրայելը։ Իսրայելը Հնդկաստանի համար համարվում է Հնդկաստանը Իսրայելի համար ռազմավարական դաշնակից։ Այնտեղ մի քանի բան ունեն, համատեղ արտադրություն ունեն, մեծ հաշվով լավ հարաբերություններ ունեն, դե հնդիկները շատ տոլերանտ են, իրանք բան չունեն առանձնապես։ Սա 1-2 Իսրայելը շատ հետաքրքիր է, Իսրայելը հանդիսանում է նաև բանի Ադրբեջանի ռազմավարական դաշնակից եւ միևնույն ժամանակ այտենց ինքը Պակիստանի փաստացի Պակիստանի դեմ հանդես եկել, իսկ Պակիստանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է։ Դե հիմա ասես պատտում է, ստացվում է, որ իրականում այդ սրերի վրա հարաբերությունները Էրդողանի եւ Նետանյահուի տենց ինչ-որ տարբեր տեսակի կոնֆլիկտներով կարողանալու։ Մյուս կողմից արտահայտվում։ Մյուս կողմից ես չեմ հավատում, որ սա կլինի ինչ-որ այլ բան, քան թեթև կրակոց, չեմ հավատում, որ նա կարա միջուկային զենքի կիրառումը չեմ հավատում, որ կլինի։ Քանի որ իրանք մեծ են, սա առաջի անգամը չի, նույնիսկ այդ տարածքում առաջի անգամը չի կրակոցը, ընդհուպ մինչև տանկերի կամ ավիացիայի թեթև կիրառում կարա լինի, բայց սա միևնույն կմնա լոկալ պատերազմ, եթե ստեղ սահմանափակվի։ Այն պահից, երբ նավատորմը կիրառվեց, հնդկական, որ Պակիստանը նավատորմ չունի, սա կարող է դառնալ մեծ պատերազմ։ Այս մեծ պատերազմի ամենակարևոր կտորն է, որ
շատ հետաքրքիր բան կա, տեսեք, Պակիստանը բացի ամեն ինչից, ինքը Չինաստանի դաշնակիցն է։ Պակիստանի միջուկային ծրագիրը որպես այդպեսին, ինքը չինական ծրագիր է։ Եթե Հնդկաստանին մեղադրում էին, որ ինքը սովետից է տեխնոլոգիա վերցրել, Պակիստանը վերցրել է Չինաստանից, այդ ժամանակները, երբ որ հակած են, կռվ էին տալի, Սովետն ու Չինաստանը կռվում էին։ Հետևաբար ամբողջական հնդա-պակիստանյան պատերազմը անհրաժեշտաբար պահանջելու է Չինաստանի մասնակցությունը այս կամ այն կերպ։ Չինաստանի մասնակցությունը շատ քիչ հավանական է հիմա։ Չինաստան-Հնդկաստան պատերազմ, որովհետև դա ակնհայտորեն չի մտնում Չինաստանի առաջնային նպատակների մեջ։ Ինքը իրականում իր տնտեսությունը շատ վատ վիճակում է, ինքը մեծ խաղացողի դեմ պատերազմ չի քաշի, որը շատ բան կպահանջի, հա։ Թայվանը ուրիշ պատմություն է։ Թայվանում բոլորը չինացիներ են, մեծ հաշվով բան չկա, ինքը երկու հատ օկուպացիոն իր պատկերացրեմ, երկու հատ օկուպացիոն ադմինիստրացիա գտնում, ոնց որ Հոնկոնգը վերցրեց։ Այնտեղ մարդիկ դուրս կգան փուչիկներով կբողոքեն, ինքը կասի, չէ, վերջ, լավ, մի քիչ դες ժողովրդավարություն կտամ, տակի բից կարակ ձեր կատուների անունները որոշեք ոչ թե Մաո Ձեդունի ասածով, այլ ոնց մտքներով անցնում է, ու սա ժողովրդավարություն է, իսկ ով համաձայն չի կմորթ։ Մոտավորապես բանը պատկերացնում եք, չէ՞, հրեշ են նկարել Չինաստանից, այտենց են ներկայացնում, բայց Չինաստան-Հնդկաստան պատերազմը դա մի փոքր այլ պատմություն։ Եվ չէ, ու смысле իմաստ չունի։ Եվրոպան էլ հաշվի առնենք, որ հիմա Չինաստանի հետ Չէ, Եվրոպան Հնդկաստանի հետ շատ լավ հարաբերություններ։ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ։ Չինաստանի հետ դա քանթիրը որն Ամերիկան այս ճանապարհով պարտվում է Չինաստանին։ Չինաստանը հաղթողի դերում է այս ամեն ինչում։ Ոնց ինչ պետք է անես։ Չինաստանը հաղթող է։ Չինաստանը ոչինչ չի արել, Թրամփը իր բոլոր դաշնակիցներին նեղացրել է։ Ինչի՞ պետք է Չինաստանը հիմա Հնդկաստանի հետ կռիվ տա։ Որինչ ում ինչ ապացուցի, սենց թե նենց ով պարապեր աշխարհում, ով Ամերիկայի վրա հույսեր դրել, սա եկել են իրար դուրը ծծում են, ասում են, բան, ինչ փող դու։ Այս թեմայի զարգացումները դեռ ինֆորմացիան քիչ է, դեռ նոր են շարժել իրենք մեքենաները իրար ուղղությամբ, կհետևենք։ Կրակել են թեթև։ Կրակել են թեթև, գործողությունները սկսվել են, բայց կմեծանա մեծ ողջ կրակ կլինի, թե ինչով դա կավարտվի, մենք կհետևենք։ Ամեն դեպքում մենք պետք է ասենք, որ Հնդկաստանի կողմին ենք։ 100% մենք Հնդկաստանի կողմն ենք ամբողջությամբ, ինչով որ հնարավոր է օժանդակել, պետք է դա իհարկե մեր արտգործնախարարությունը պետք է բանանի։ Հասկանում եք, նոր ես Շվեդիայի մասին մի հատ նյութ էի նայում, շատ հետաքրքիր էր։ Շվեդիան ինչու հրաժարվեց բանի նեյտրալ կարգավիճակից։ Ուկրաինական պատերազմի սկզբից հետո, ասում եմ, մինչև այդ քննարկվում էր, բայց այդքան ակտուալ չէր։ 14 թվականից հետո, 22 թվականից լայնամասշտաբից հետո շվեդական 3 թե 4 իրարից անկախ այդ վերլուծական կենտրոններ բան են արել, որ նեյտրալ կարգավիճակը դա ուշադրություն ցուլերի համար կարմիր լաթ է։ Իրանք քանի որ գնում է վերադարձ դեպի տեստոստերոնով վարվող ռեալ պոլիտիկ, նեյտրալը նշանակում որ կարա սարագի մեջ ուտես։ Ոչ մեկ չի հասցնի իր մեջքին կանգնի, որովհետև այն ով որ ունի ագրեսիվ մոտեցում միջազգային հարաբերությունների, ինքը պատերազմի պատրաստ է։ Նեյտրալը վտանգավոր է։ Նեյտրալը վտանգավոր է։ Այդ նույն պատմությունն է, որ ես ասում եմ զենքի թույլտվությունը, պետք է որ հանցագործը միշտ զենք գտնի։ Զենք, որը քեզ մոտ է, որպես քաղաքացիական դու գնել ես այդ զենքը, ինքը քեզ պաշտպանում է։ Եվ նորից վերադառնամ Նիդերլանդների թագավորի ասած. «Մինչև ատամներները զինվեք»։ Բրծավ։ Խաղաղության խաշմերուկ չի բրծավ։ Վերջ։ Բրծավ։ Շնորհակալ եմ Չվախեք։ Սարգսյան, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ էինք զրուցում, ամփոփում էինք շաբաթը, զրուցվարում էր Գայան Առաքելյանը, բարին ընձեզ։